Վերաքննիչ քրեական դատարանի բակում հավաքված մարդիկ պահանջում են Սասնա Ծռեր խմբի անդամ Արամ Մանուկյանի ազատ արձակումը, սակայն դատարանն այլ որոշում ուներ։ Արամ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքը թողնել անփոփոխ։ Այդ ամենը բոլորը քաղաքական ենթատեքստ ունեն, բնականաբար պետք է մեր պաշտպանյալները մնային անազատության մեջ ու ըստ մեզ որոշումը ոչ թե իրավական, այլ քաղաքական։ Դատապարտյալների հիվանդանոցից այսօր դատաներ բերվել նաև Արամ Մանուկյանը։ Արամը նախ փորձում էր հասկանալ, որ իրեն ինչի համար են մեղադրում եւ արդյոք իր կատարած արարքը դիտվում է որպես հանցագործություն։ Պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե որն է 22-ամյա երիտասարդի մեղքը։ Ով է ասում, որ նրանք, ասենք, չէին վայր դնելու եւ ասենք դուրս գալու։ Ամբողջ խնդիրը, որ մենք ասում ենք անհասկանալի, այսինքն Պավել Մանուկյանին իրենք անհասկանալի ձևով, ծանր մարմնական վնասվածք են պատճառում, նույնիսկ կարող էր այդ վնասվածքը մահացու լինել եւ երեխան փորձում է օգնել։ Մենք դա ենք ասում, որ չենք հասկանում։ Ինչու համար պետք է երեխան այդ ժամանակ այդպիսի ծանր մարմնական վնասվածք հասներ, որ ընդամենը օգնում էր իր արնահոսող, արնակամ լինող հայրիկին։ Դատական նիստից հետո Արամ Մանուկյանին կրկին տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց։ Վերաքննիչ դատարանում այսօր պետք է լսվեր նաև ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող Սասնա Ծռեր խմբի անդամներին սնունդ հասցրած քաղաքացու Արթուր Սարգսյանի բողոքը։ Դատական նիստը սակայն հետաձգվեց դատախազի բացակայության պատճառով։ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պատանդ վերցնելու եւ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու հոդվածով, սակայն կալանավորվելուց հետո մեղադրանքը փոփոխվել է եւ նոր մեղադրանք է առաջադրվել խմբին օժանդակելու հոդվածով։ Սա աներկբա փաստ է, որը վերացնում է այս պահին Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման հիմքերը։ Մեղադրանքը, որը առաջադրված էր, վերացել է, փոփոխվել է, լրիվ այլ մեղադրանք է առաջադրված։ Հաջորդ դատական նիստին օգոստոսի 25-ին դատարանը հարցեր կուղղի դատախազին խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։